Ես էլ երևի դե հիմա սենց ոչ է էլի, ինչ անեմ, հիմա երևի ոչ բոլորը իհարկե, բայց կան այս ոնց ասել, թեմա, թե նման պատմություններ կան մարդիկ, որ ասեն 50-ն, բայց հայերի մոտ չեմ հանդիպել ճիշտ ասած։ Լավ, հիմա պատմեմ ինչ տեղի ունեցավ, ինչ որ հետս հերթական պատմությունն է, այս տականք Չեռնագորիա։ Ես չգիտեմ զայնագրի թե չէ, փորձեմ էլի, սենց խոսեմ, բայց պետք է ցույց տամ էլի, որովհետև մի վարքյան ուրեմն նստած էի, սենց մի մոտ արդեն երևի մի ժամ առաջ մի հատ տեք առա, որտեղ մի հատ սուրճ վերցրեց էլի։ Այս ավտոմատից սուրճ։ Ուրեմն հենց այդ ստոլիկը, որը ավտոմատի մոտ էր, դա ազատ էր, մնացածը զբաղված էին։ Մեկ էլ մի հատ հայվան եկավ, դրան մի քանի անգամ էլ եմ տեսել, այդ թաղում էլ ապրում այնց։ Համի ես վերցրեցի սուրճը, նստեցի, ես էլ նստեց իմ սեղանի, ծայրին, հիմա նայում եմ, ընդ մի սեղան ազատ, բայց կողքի սեղանը մի հատ կամպանիա է, մի 6-7 հոգի գորգորում են իրար վրա, այս երիտասարդները, դա տհաճ կլիներ լսել։ Էսի sense բարեհամբույրս բարևես նստա, ասի լավ դու նստի, հիմա ինչ է, մի հատ սուրճա սիգարետա։ Մի քիչ հետո սրա ընկերը եկավ, այդ օղրաշիները կներեք տեսել, մի քանի անգամ մտեց, sense արդեն ուզում էր որ sense նայեց մտամ, ասի ինչ է, շտա։ Նստեց։ Հիմա դե ասենք ես կարայի ասեի, մտածում եմ ասեի դե հենա այն ստոլիկը, բայց հասկանում եմ որ արա իմ դաստիարակությունն էլ չի էլի հիմա մի քիչ կարճ ասած անցավ որևէ ժամանակ այս ստոլիկները սկսին քիչ-քիչ ազատվել հիմա ես սրան արդեն ուզում եի ասեի կներեք էլի չհասկացա այն ազատ սեղանը ազատվեց խնդրում եմ դա բայց այդ ղախպեկը գիտեմ ամեն օր ես դրանց տեսնում եմ եւ գալիս եմ այդ ղախպեկին տերում եմ այդտեղ այս կողքի այդ թաղում էլ ապրում մի հատ խուլիգան թաղը այս Պատգորիցայում ամենախուլիգան թաղն է մեկ էլ ուզում եի սրան ասեի էսի վերցրեց Պետերնիցան տարավ սրբեց տարավ գցեց բերեց դրեց ու սկսեցի ինչ որ բան խոսալ դի նստած արդեն իրար հետնեց խոսում են ինձ բան չէին ասում հիմա մտածում եմ էլի ընտրություն կա չէ ասենք սեղան ազատվեց ես գնայի հելնեմ գնամ մեկ էլ նայեցի չի արա կարող է դու ինձանից չհասկացա կարևոր է եղավ Համի հա ուզում եմ ասեմ սրանք սկսեցին հրհրալ բամանալ արել մեկ էլ բան միացրեցին կներեք էլ այդ հեռախոսով Դու մենակ դրա համար արժեր մի հատ ծեծի ենթարկեր, կներեք, պորնո կայքեր մտան, սկսին բան անել, հրհրալ, հիմա ես արդեն էլ չեմ կարա թույլ տամ, համի ոնց թե իմ սեղանի նստած մեկը սեղանակից այդպես բան ալի, կամ հարցալ, ասի բան ալի, գոռաց էլի, ասի անգլերեն, ասի մի րոպե, ասի հենա, ազատ սեղան, ասի ես առաջին եմ, հեսա ազատ, սենց արեց մեկ է սենց Անգլերեն է այդ ղախմեն, որ առաջին երեք է, ասում է every day here, ես ամեն օր ստեղ եմ նստում էլի, ու ես իրան հա տեղ տեսել եմ։ Ասի դե ուրեմն այդ ղախպա այդ կետի պորնո ես մտեցի բանարա սսկացրա այդ հերա այն ընկերն սկսեց հրհրալ, ասի կարճ ասած երկար ժամանակ հիմա ուրիշ համեմատություններ կանեմ Բայց էլի ինձ բան կոպիտի մեջ չեն խոսում Ես նես մի շմունատ գալով ասի չհասկացա, ես ինչ է չհասկացա Ասի ես եմ մեկ էլ այդ ընկերոջն եմ ասում Դու ասի վաբշի խոսում ես անգլ Չեմ, չի հասկանում Հա ունես ես ինչ ղախպություն ես մանա Համի տեսեք, ստեղ էլ ընտրություն ունեի Կարայի ասեի, մի հատ բեկալեք Համի տեսեք Նախ եւ առաջ ասեմ, եթե ես մի քիչ ջահել լինեի կամ սա լիներ Հայաստանը, ես առանց ոչ մի բան ասելու տեղս կփոխեի։ Կզիջեի։ Եթե սա Հայաստանը լիներ կամ էլ ես մի քիչ երիտասարդ լինեի, կնեք 59 տարեկան, բայց այդ ղախմեն, այդ այլանդակը, այդ անազգամը նախալավարի նստի սեղանի, դրա համար ես մի քիչ ասի կոպիտ ասի, հեսա քո սեղանը ասի։ Բանա, ես ասած սեղանա, գնա, առաջինը ես եմ եկել ես
Բայց ամեն օր ստեղ եմ էստեղ, ասի ես էլ եմ հետո ինչ։ Ու ես գիտեմ, որ ինքը տեղացի է, հենց այդ թաղի մեջ էլ ապրում է, հենց այդտեղ գիտեմ ես դրա։ Ստեղ էլ ունեի ընտրություն, նայարի վտանեմ ու տամ գլուխները ջարդեմ, բայց մի անգամից ուրեմն արդեն 3 անգամ ոստիկանության հետ միգրացիոնը չհաշված, առնչություն եմ ունեցել, վերջի անգամ մեկին մրթինը նես տվեցի ակնոցները ջարդվեց, ընկավ, մուսորները եկան, դանիներս վերցրին, փողոցում զանգեցին այդ հյուրյանոցի աշխատողները կանչեցին, էլի, բայց դա գնաց, վրես բողոք չգրեց։ Ինձ թվում է եվրոպացի, կարող է ֆրանսիացի լինել, կարող է ով չի, ես չգիտեմ, կան այդպես։ Ու սես բայց այդտեղ սենց բաներ կա էլի, ասենք, սենց մի հատ փոքր տարբերություն կա, հիմա զուգահեռների հետ հիշում եմ այն նման մոմենտները, որ եղել են Վրաստանում եւ Հայաստանում։ Սրանք նստում են, քեզ չեն ասում գնա։ Հեսա ասեն մի րոպե։ Ուրիշ անգամ շատ ա եղել, որ ասենք Պեկարայում, ասենք մի հատ որը համարյա ուրիշ ամեն օր գնում են մի հատ բուրգի, եկել են կողքից ազատ նստելու տեղ ա եղել, այն որ հենվում են ասենց։ Ասել եմ հել գնաց տեղ ու վռնդել եմ, էլի, շատ ա եղել տենց, որտեղ անասում եմ, ասում եմ ազատ տեղ ա գնան դե։ Կամ չես տենում ես վռնդել եմ, շատ ա եղել։ Կարճ ասած, հիմա էսի նստած է, ես այդ մարդկանց հետ դա անընդունելի է։ Այդ կատեգորիայի պլինտուսից ցածր ղախպեկը ինձ սեղանակից ինձ էլ անընդունելի։ Մյուս կողմից էլ ես հելնեմ գնամ, ոսու ստացվում է այդ ղախպեն, դրա համար ասում եմ, կարճ ասած, ասի մի քիչ հատ մի թեթև էլի, որ ասենք մի հատ սխալ բան ասի խփեմ մտում։ Հելա մունացու ինչ ես բանանում, այդ ինչ էր ցույց տալի, ասի դոսի։ Ու ճիշտ ասած արդեն խմել էի մի քանի բաժակ սուրճ, նստել էի դրանց, որ դրանց բանան եմ էլի, պատճառով, որ ընդհանրապես երկար չեմ նստում, որ տամ ռեխներին։ Բայց մեկ է, խոստովանում եմ, ես պետք է հանեի ռադան էի այդ ղախպեքի, տայ ռեխները ջարդեի, սխալ արեց։ Առանց ձեռակռվի, առանց որ մռութը ջարդելու չես ստացվի, բայց ոստիկանությունը գար, հետո պատկերացնում ես, էլի ոստիկաններին պետք է բացատրես, մինչև բացատրես արդեն հոգիդ, իրանք էլ քեզ այնպես անճոռնի հարցեր են տալիս, որ դա տհաճ էլի, հասկանում եք։ Դες մի դրան գոռան ես արդեն ես բարձր տոնն ես տոնով էլի ասենք, մունած, ես ինչ գաղտնություն եք բայց արդեն ժամանակը անցել էր, արդեն մի 10 րոպեից ավելի չէ, 10-ի կարող է նստած են այդ ղախպեկը էլի, արդեն դուրս չի գալիս, դու ոնց որ դրա համար սկզբից պետք է չթողնեի, ճիշտն է ամենը։ Ու կարճ ասած, ես հելա մունած գալու, իրանք բան չասում, ասի ես ինչ ղախտություն եք, ես մունած գալու, բայց սուտեկի, ռեխները ջարդել է ճիշտ է կլներ։ Հիմա հիշեցի զուգահեռները, որոնք պատահել են Երևանում եւ Թիֆլիսում։ Թիֆլիսում ընդհանրապես դες բան չկա, որ գան, ասենք, մի անգամ Թիֆլիսում նստել էի, ընկեր տղա էր, մեզ լիքը, մեզ բոյով, մեզ մամե, եզի, Թիֆլիսեցի եզի։ Ընկեր տղա էր, հետը նստած ենք մի հատ բիսեդքում, մեկ էլ մի հատ մեքենա եկավ, երկու հոգի իջան, մեկը եկավ նստեց, Սուսուկուս մեծ բավականի մեծ բիսեդկա է, բանա։ Մեկ էլ այդ ընկերոջս ինչ-որ բան ասում ականներ ես էլ, ներեգություն խնդրելով, ես մի քիչ հասկանում չէի։ Ինչ-որ մի բան ասեց, վրացերեն, դրանից հետո այդ ընկեր տղեն ասեց Արմեն հելանք, արի գնանք, ասի չհասկացա ինչ է։ Հետո կասեմ, չէ, արի գնանք, հետո կասեմ։ Ասա գնացին, գնում ենք մեկ ասում եմ իսկի այդ ինչ է։ Բա ասում է խնդրեց իրանք խոսալու բան ունեն Մեզ խնդրեց, որ ասի չալը հետ քշիլը, ֆակեն ես իրաս, կարող է քեզանից, ինձանից քշի, սրան էլ ես էլ թասիբին գա, դե մի քիչ էլ այդքան, ասի քշիլը գնացինք, սրանք արդեն էլ է գնացել է։ Վրաստանում այդտենց բան չեմ, ես մի եզակի դեպքներ այդտենց, այն էլ երևի ներեգություն խնդրելու եւ այլն, իսկ Հայաստանում,
կարող է գան աղբեկը, ասեն էսի մեր տեղն է։ Մի անգամ այդ համանցիների վրա էլի հրապարակից մի քիչ ներքև։ Ոչ թե Բաքում, այլ փողոցի վրա, շոշի վրա, մայթի վրա, մի հատ նստարան էր։ Գնացի տեսնեմ մարդ չկա, նստեցի, մի 10 րոպե հետո եկան, 4-5 հատ մի բոզի լակոտներ, էլի, ոնց ասել, 25-ից 30 տարեկան։ Երկու հատ բաներ, սկամեյկա էր, էլի, իրար դեմը դրած։ Մենք եկանք, սես վրես թարս ունեմ, սես ասի չհասկացա։ Այդ կլներ արդեն 18 թվական էլի։ Ես էլ արդեն մտածում էի, որ արդեն տոմսն էի գնում, որ թռն է էլի, բայց ինձ էլ խափում էին, որ էլ իբր փագա, իմ ելքը փագա, այդ մուսորներ, այդ ղախտիկ էլի։ Հիմա նստեցին այդ բոզիլակը, բանասա արհամարական, այդ բաներով, այդ բան են, ինձ բան են անում էլի, այդ մոլ հել գնա էլի, մենք եկանք։ Ուսես մի հատ մեկ եկավ դեմս կայնավ, ասի լեյս կնում, չհասկացա։ Այ այդ պահին, այդ բոզի լակոտներին, բռներ գլուխները ջարդեր, հիմա տեսեք դատարանը, չէ, ասենք կոմպլիկտ է, ասենք դա տվեցի 4 գլուխները ջարդեցի, սատկացրեցի։ Եթե դատարան լիներ, դատավոր լիներ, կասել է, ինչ եք ես մարդուն կպել, իրա համար հանգիստ նստած էր, դուք եկաք էդի ձեր սեփական տեղն է, ոչ։ Այսինքն փաստորեն անտեղի որտեղ ձգումով հարցակում քաղաքացու վրա հասկանում եք, ու անկախ նրանից ով դուժեր, դեռ նրանց պետք է պատժեի։ Հասկանում եք, դա անգամ բանի բակի մեջ չէր, հայաթում չէր, մայթի վրա, հասկանում եք, ոչ ոքին էր, ոչ ոքի տեղը։ Կամ ասենք թե ինչ-որ մեկը դրած այդ սարկած լիներ այդ նստարանը, то թեկուզ հենց իրենք։ Այդտենց ղախպեքին քացով է սատկացնել պետք։ Ես դեռ հետ կասեմ, հա։ Ես հիշեցի, որ մեր տանը, մեր ասենք շենքի դիմաց օրբելի հերս մի հատ մեծ բիսեդկա էր ինքը զակաստով է պատրաստ է դրել։ То ես այդտեղ սկի չեմ էլ նստել, հասկանում եք, то մեկ-երկու անգամ, то вообще չեմ էլ նստել, то ոչ էլ հերս, այդպես բան իսպար։ Կամ անգամ եթե գամ ինչ-որ մեկը նստած լինի, ես կարող եմ երբեք, то ես вообще չեմ էլ, եթե տեն մարդ չկար, կամ ծանոթ մարդ, որ ասենք կար էլի, ասենք մոտիկ հարևան, այդ պահին կարող է մի քանի րոպե նստեի կամ էլ չէ։ Մենք ինչ ղախտի ծնունդներ կան Հայաստանում, բայց տարբերությունը, ես էլի կրկնում եմ, ես այնտեղ ուրիշ ձևի ես դրանց ասեցի մի երկու բառ ստեղ էլ, բայց տարբերությունը որն է, սրանք չեն ասում, հել գնա։ Վրացում դա ընդհանրապես, դու երևի մի 1000 անգամ կամաչիկ ներողություն կխնդրի, եթե ինչ-որ, հա, բայց էլի արժի ռեխը ծխել, իսկ հայրը ամենաայլանդակներն է։ Լավ, դեռևս եզրափակեմ, այս թեման միգուցե էլի շարունակեմ։ Կարճ ասած, ինչից պետք է ելնի ոստիկանությունը, եթե լիներ, գոյություն ունենար, իսպար վերացած է, միլիցիա, այդ ուժային ստրուկտուրա։ Եվ դատարանները, ով է մեղավոր, կոնկրետ, այդ 3 օրինակները, որ ես բերեցի, անտեղի եկել եք, կպել եք, չէ։ Անկախ դրանից ինչ եւ պատժել այդ 3-ին, պատժել։ Անկախ դրանից ով է դուժե կամ դրանց քացով դրանք ծեծենք, անկախ դրանից։ Բայց դες բան կա, այդպես դատավարություն անկախ չի եղել, то չի էլ նախատեսվում։